Արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոբին Դանիգանի հետ։ Հանդիպմանը քննարկել են Վրաստանի եւ Ամերիկայի միջև համագործակցության օրակարգը, նշել, որ ընդհանուր արժեքների եւ շահերի վրա հիմնված համագործակցությունը պահանջում է դրական դինամիկա, որի պատրաստակամությունը բազմիցս հաստատել է Վրաստանի կառավարությունը։ Կողմերը նշել են, որ երկրների միջև տասնամյակների ընթացքում հաստատված ռազմավարական հարաբերությունները լավագույն հիմքն են ապագա համագործակցության խորացման համար։ Հանդիպմանը քննարկել են նաև տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության միջավայրն ու մարտահրավերները եւ այս համատեքստում Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության եւ համագործակցության կարեւորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն աշխատել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության առաջընթացի հասնելու համար։ Վրաստանում թմրամիջոցների քաղաքականությունը խստացվում է։ Խորհրդարանը մեկնարկել է թմրանյութերի դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունների քննարկումը։ Քննարկումը տեղի ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովում։ Վրացական երազանքի եւ ժողովրդական իշխանության համատեղ նախաձեռնությամբ քրեական պատասխանատվությունը կլինի հնարավորինս խիստ թեկուզ փոքր քանակի թմրամիջոցներ իրացնելու համար, իսկ այն կսահմանվի 12-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկման։ Բարեփոխման համաձայն լրացուցիչ սահմանափակումներ են սահմանվում նաև օգտվողների համար։ Հոգևորականները կարևոր են համարում թմրամիջոցների նկատմամբ քաղաքականության խստացումը։ Հարցին այսօր արձագանքել են վարդապետներ Դավիթ Լասուրաշվիլին եւ Դավիթ Նոզաձեն։ Նրանց խոսքով հանրապետությունում թմրանյութ օգտագործողների թիվը մեծ է եւ իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ իջեցվել է թմրամիջոցների օգտագործման համաձայնության տարիքը։ Ասում են, որ պետք է օրենսդրական ճնշման տակ դնել այն հարցը եւ դեղորայքային քաղաքականության խստացման հետ մեկտեղ անհրաժեշտ է տեղեկատվական արշավ սկսել։ Վրաստանը զգալի առաջընթաց է ցույց տվել ահաբեկչության դեմ պայքարում, երկիրը վերջին տարիներին հաջողությամբ պահպանել է ահաբեկչության զրոյական ազդեցության մակարդակը, ասել է Պետական անվտանգության ծառայությունը, արձագանքելով աշխարհում ահաբեկչության ինդեքսի վերաբերյալ տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի հրապարակած զեկույցին։ Գործակալության տվյալներով վերջին 10 տարվա ընթացքում հրապարակված գլոբալ ահաբեկչության ինդեքսի համաձայն Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել ահաբեկչության դեմ պայքարում։ Վրաստանը շարունակում է մնալ ահաբեկչության զրոյական ազդեցություն ունեցող երկրների շարքում։ Հայտարարության մեջ ասվում է, որ երկիրը Հունգարիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Ռումինիայի եւ տասնյակ այլ պետությունների հետ միասին զբաղեցնում է վերջին տեղը, ինչը նշանակում է, որ 2024 թվականին Վրաստանում ահաբեկչական միջադեպեր չեն եղել եւ երկիրը պահպանում է անվտանգ միջավայր։ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից սահման ապօրինի հատելու գործով դատավճիռը կհրապարակվի երկուշաբթի օրը, մարտի 17-ին։ Այսօրվա նիստում նախկին նախագահը պետք է հանդես գար եզրափակիչ ելույթով, սակայն նա հրաժարվել է առցանց մասնակցությունից։ Մեղադրող կողմը ակնկալում է մեղադրական դատավճիռ։ Պաշտպանական կողմը սակայն նշում, որ նախագահին չի կարելի դատել երկրի վերադառնալու համար։ Ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը եւ ինչպիսին է լինելու գործողությունների պլանը։ Առայժմ հայտնի չէ կստեղծվի արդյոք ընդհանուր այլընտրանքային քաղաքական կենտրոն, թե ոչ։ Ինչպես նշում են քաղաքական գործիչները, հարցը կրկին քննարկության թեմա է։ Ընդդիմությունը ուշադրություն է դարձնում հետագա քայլերի անհրաժեշտությանը եւ համակարգման կարեւորությանը։ Իսկ իշխող թիմը կարծում է, որ ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները թելադրված են դրսից ու որ ընդդիմախոսների շանսերը զրոյական են։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման համար, այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Ըստ գերատեսչության Բաքվին տեղեկացվել է, որ Հայաստանը համաձայն է համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ Հայտարարության մեջ նշված չէ, թե կոնկրետ որ հոդվածների մասին է խոսքը։ Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմին առաջարկվել է համատեղ հայտարարություն անել համաձայնագրի
գծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, սակայն Բաքուն նախընտրել է միակողմանի հայտարարություն անել։ Սրա հետ մեկտեղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ավարտվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունները։ Մենք նաև հաստատում ենք Ադրբեջանի երկարամյա եւ սկզբունքային դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունները, որոնք վերացնում են Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ պահանջները, նախապայման են բանակցային տեքստի ստորագրման համար, ասված է հայտարարության մեջ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտին։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության ուղղությամբ։ Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը խաղաղության համաձայնագրի բոլոր 17 հոդվածների վերաբերյալ, ասված է հայտարարության մեջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիրը պետք է ճանապարհ հարթի տևական խաղաղության համար։ Այս մասին էլ ասել է Ֆրանսիայի նախագահը։ Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Ես ողջունում եմ այս որոշումը, գրել է Էմանուել Մակրոնը իր սոցիալական էջում։ Կրեմլի տվյալներով Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան հանդիպել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սվիտ Ուիթկովի հետ եւ տեղեկություն փոխանցել Դոնալդ Թրամփին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը չի հայտնել Պուտինի եւ Վիտկովի զրույցի մանրամասները։ Կրեմլի ներկայացուցիչի խոսքով Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները սատարում են ԱՄՆ-ի լավատեսությանը։ Կրթությունը եւ գիտությունը 21-րդ դարում, մարտահրավերները եւ նոր հեռանկարներ։ Թբիլիսիում այս վերանվանմամբ համաժողով է ընթանում, մասնակցում են կրթության եւ գիտության ոլորտների վրացի եւ օտարերկրյա առաջատար փորձագետներ, ինչպես նաեւ կրթության նախարարը։ Միջոցառման նպատակն է քննարկել կրթության եւ գիտության ժամանակակից միտումները։ Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից մի քանի օր առաջ Վրաստանի ազգային հավաքականը մարտի 17-ին կսկսի մարզումները, իսկ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 20-ին Երևանում։ Այս հանդիպմանը որակազրկման պատճառով չեն մասնակցի Խվիչա Կվարացխելյան եւ Գուրամ Կաշյան։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում։